փոփոխության մասին եք խոսում։ Բա էլ ինչ հարկ չկա օրենքում։ Բայց 3-400,000 Դա պետք է հողի նշանակություն ունի, նկատի ունի այն վճարները, որոնք նախագծման վրա են իրականացում եւ շինթույլտվության համար, որոնք օրենքով սահմանված։ Բա առանց նախագծի ո՞նց եք ուզում։ Հասկանում եմ, վճարն ինչքան է։ Չգիտեմ ինչքան է։ Ասենք խոսք ունա վարվերթեմ տանեմ 3-400,000 տան որ էդի դզվի։ Հələ լսեք, էլի մի բան ասեմ, էլի։ Ասենք մարդ որ ասենք ուզենա մեքենա սարքի։ Առաջ ինչ պետք է անի։ Պետք է նախագիծ ունեն, առանց նախագծի։ Հասկանում եմ նախագիծ։ Հարգելիս, տեսեք, հարգերն եմ ես ուզում։ Մի րոպե, հարկ չկա։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Խաչատրյան Սմբա։ Պարոն Խաչատրյան, երբ որ մի բան կառուցվում է նախագծով, այդ նախագծի վրա որ մենք փող ենք ծախսում, որ նախագիծը լինի, այդ գիտեք ինչի համար է, որովհետև առանց նախագծի երբ որ կառուցում ենք, հետո այնքան խնդիրներ են իհայտ գալիս, 4-5 անգամ դրանից շատ գումար ենք ծախսում ու տենց էլ չենք կարողանում վայելենք։ Տներն էլ Հայաստանում տների մի հատ զգալի մասը կառուցված է առանց նախագծի։ Դրել ենք, ասել ենք, հա, այս պատը ոնց որ սենց լավ է, դավայ պատեք 2 մետր, հետ չէ քիչ է։ Հետո տարել ենք, մոտեցել ենք Շուշաբանդը չենք արել։ Զալը մեծ է, ննջարանը փոքր է կամ զալը բանը, ննջարանը մեծ է։ Նախագիծը ցանկացած պրոյեկտի ամենակարևոր բանն է, ամենակարևոր բանը։ Հարկ չկա։ Եթե ջերմոց սարքեմ հարկ չեմ ուտելու։ Ինչի համար։ Ես ինչ իմանամ։ Չէ, հա։ Բավարարչապետ վճարումներ կա, որ հիմա նախարարական կոմիտե արդեն անցել է 4-ից 5 անգամ պակասում է։ Ինչի համար է վճարումը։ Տեղական турքերն է, Հա, տեղական турքն է։ Հա, տեղական турքն է նրա համար, տեղական турքն է։ Եղբայր, մի րոպե։ Հիմա կրճատվում է, բայց տեղական турքը, որ այդ բանը ջերմոցը կառուցեք։ Հետո ուզենալու եք, որ այդ ջերմոց բերող ճանապարհը նորմալ վիճակում լինի, ասֆալտը լինի։ Նորմալ վիճակում է։ Բա ինչի հաշվին է նորմալ վիճակում։ Ասենք Չէ, ինչի հաշվին է նորմալ վիճակում։ սովորական ճանապարհը։ Ինչի հաշվին է, ով է սարքել այդ ճանապարհը։ Ես եմ ուզում ջերմոց սարքել։ Եղբայր, ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ, որ այդ ջերմոցը կառուցեք։ Ուզենալու եք այդ ճանապարհը մաշվելու է, 15 տարի հետո ուզենալու եք նորոգվի։ Թե ոչինչ թող քանդվի։ Չի քանդվի, մենք Բա այդ որ լավ սարքված է, ինչով է սարքվել։ Բա турքը վճարում ես, որ քո ջերմոտեկող ճանապարհը նորմալ վիճակում լինի։ Լուսամ իմանամ գումարն ինչքան է։ Ես անգիր չեմ կարող հիշել։ Պակասում է, բավարար։ Հիմա մենք ասում ենք նվազեցնում ենք, բայց այդ պետք է վճարեք, որ դեր գյուղ բերող ճանապարհը նորմալ լինի, մարզ բերող ճանապարհը նորմալ լինի, ջերմոց բերող ճանապարհը նորմալ լինի, որ ձեր թորնիկը բանը լինի, մանկապարտեզ ունենաք գնալու, որ ժամանակ ունենաք ձեր ջերմոցով զբաղվել։ Բա մենակ ջերմոցով սարքելով չի, որ գյուղ գազ մտնեն, կողքի գյուղից եկել ենք։ 30 տարի չեր աշխատում, ապրեք, Բուժարանը։ 30 տարի գիտեք ինչ չեր աշխատում, որովհետև турքը չեք վճարում, турքը, այդ турքը, ավելի լավ։ Հիմի որ մեր հարգելի քաղաքացին ասում է турքը։ Ես օրինակ պետությանը պարկ չեմ, սաղ հարգել։ Դե դրա համար է թորնիկ ունեք։ Դե դրա համար է մանկապարտեզ սարք։ Շնորհավորում եմ նախարարությունը, խաղաղությունը։ Շնորհակալ։ Ապրեք դուք, շատ լավ բաներ եք արել երկրի համար, մենք ձեզանով ուրախանում ենք։ Ես էլ ձեզ Բայց մի հարց ունեմ ես։ համեցեք։ 2002 թվականից ուրեմն եկել եմ խաղաղություն որպես մեր երկրին։ Եկել եմ աշխատանքատեղը դրել եմ, ամեն ինչը դրել եմ։ Բա ներդրում եք արել։ ՀԴՄ-ն մուծում եմ, աշխատանքատեղ որպես դզողջոց դրել եմ, մեր սերվիզը սարքե գազի գործով, հա, հայտար գյուղում։ Ինձանից ուզում են 900,000 փող։ Ինչի համար։ Որպես արտադրական մասը ասում են, տեղը ես էլ արտադրական ինչ եմ արտադրում, Էլի հողի կատեգորիա փոխելու մասին է, հայ։ Էլի գազի գրասենյակից։ Ես էլ ասում եմ, այդքան հնարավորություն չունեմ տալու, խի պետք է տամ այդքան փող։ Հա, էլեկտրական։ Ես ոչ ես արտադրություն եմ անում, գյուղի մեջ աշխատում եմ, հարգերը մուծում եմ, ՀԴՄ-ն մուծում եմ, բանակը մուծում եմ, թոշակառուն մուծում եմ, սա մուծում եմ։ Խի պետք է այդքան փող ուզեմ, չկարողանամ աշխատեմ, ձմեռը չեմ։ Ինչքանն է այդ սակագներն է, բաժանոր դառնալու սակագներն է, այդքան, բաժանոր դառնալու սակագներն է։ Դե պետք է նայենք ինչքանով է արդարացված հիմնավորված։ Դե գոնե ասենք հարմար էլի, հարմար մուծել։ Կնայենք, դե այդ բանն է, Գազպրոմը սահմանում է բանի հետ,
հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ կխոսենք մի հատ հանրային ծառայությունները, բայց բան չեմ ասում, մի հատ հասկանանք ինչի է տենց, հետո բան անենք, հետո կարձանանք։ Ռուսական գազը մերն է, չէ՞, ռուսական չէ։ Չէ, դա Հիմա դրա փոփոխություն ամբողջ չի, խնդիրն է նա։ պարոն Դե եմ ասում, մի հատ կնայենք հասկանանք, կնայենք հասկանանք։ Պարոն Փաշինյան, իմ հարցը շատ լուրջ է։ Խնդրում եմ դուք առաջ գցեք իմ գործին։ Ես ապրել եմ ռուսական համայնքում։ Հիմա գալիս եմ իմ Հայաստանը, ապրում եմ։ Ես ունեմ 2 երեխա, ինվալիդ երեխա։ Տունը եկել եմ որ ապրեմ, իմ տան գրքույկը իմ մոտն է։ Իմ տունը վերցրել է իմ հիվանդ երեխեքի թորների տունը պետությունը վերցրել է տվել է ուրիշի հեսա նոր դատ են տարել ոտ իմ գործերի շատ հետաքրքիր վերաբերվեք խնդրում եմ ձեզ Տեսա դատական գործ է, ես ինչ չէ ես հիմա ուզում եմ Ռուսաստանից գամ իմ տունը Դուք ապրեմ Հակոբ Մանվելի Հովնիկյանը ով է մեր գյուղից է վերցրել են իրան են տվել Բայց դատարանն է տվել բայց ինչի է տվել դա Դե ես չեմ կարող ասեմ, բայց ինչ ասեմ Բայց ինչի Ես չեմ կարող միջև դատական գործի հանգամանքներ չիմանամ, բայց ինչ իմանամ Բա ոնց են կանելու պարոն Փաշինյան մի րոպե ես վերջացնում Դատական գործ է, ես չեմ կարող ոչ Դատարանում կլինի իմ թորների տունը իմ Ձեր ազգանունը ինչ է Ֆիլիպոսյան Տիկին Ֆիլիպոսյան ես հանգամանքներ չգիտեմ, ես չեմ կարող ձեր հարցին Բա ոնց անենք Դատարան, միայն դատարան Ուրիշ տարբերակ Հինա դատարանը Դե դատարանն է որոշել է, ուրեմն հիմքեր ունեցել է, որ որոշել է, ես ինչ անեմ բա Բա ոնց կլինի Տիկին Ֆիլիպոսյան, ես քննիչը մերժել է, չէ՞ ձեր կողմից Դա Ես ինչ ուրեմն ինչ որ պատմություն ա եղել տակը, չեմ կարող Որ ես 5 տարի չեմ եկել, բայց իմ երեխան Չեմ կարող ասել։ Տիկին Ֆիլիսոփեն, չեմ կարող ասել։ Դա դատարանը հատորներով գործեր ա քննում, ես կարամ տենց ոտքի վրա բա ասեմ։ Բա ոնց անենք որ Չի, ես ձեզ անկեղծ ասեմ, եթե վերաքննիչն էլ արդեն ավելի լավ է, էդ էջը փակեք, ձեր կյանքը ժամանակ ունենք բանը։ Ինչ ժամանակ Դե ուրեմն դատանը, բայց եթե վերաքննիչն է մերժել է, հա վճռաբեք, բայց վերաքննիչը չի մերժել։ Դատարանում, ուզում ես նկարվենք, դե արի նկարվենք ու գնանք։ Արդեն պետք է գնանք Ժողովուրդ ջան, ուշանում, ասեք։ Ես մի չամայկային ճամփա Մի հատ պինես դու, մի րոպե սպաս։ Աղջիկ երեխան էլ ուզում նկարվել։ Ուրա։ Գերմանիայից է եկել։ Շատ ապրես, էլի գնալու ես։ Բայնա եկել ես, էլ ինչի ես գնում, մի րոպե։ Հազիվ եկել ես, էլ ինչի ես գնում։ Դե նկարի, Մուսաջան, ես նկարեմ։ Ժողովուրդ ջան, պետք է գնանք ժամանակ։ մի հատ Ասա, հարցնի եղա, պարոն Փաշինյան, բարև ձեզ։ Արի, թող հոպարը ասի դու նկարվի։ Լսում եմ ես ձեզ ասել։ Մենք ճանապարհ ունենք։ Ահա։ Առաջերտին մինչ համայնքային ճանապարհ է, երկրորդը գերեզմաներ տանող ճանապարհ է ու ոչ մի կատավալկա անձրևի ժամանակ դիակ չի տանում։ Հերթով բոլոր ճանապարհները կկառուցվեն։ Ես խնդրում եմ մի հատ գրեթե Հերթով բոլոր ճանապարհները։ մահացողին ասենք մի մահացի մինչև մեր երթը հասնի։ Պարոն Մեխակյան, ստեղ գերեզմանի ճանապարհի հարց կա։ Կարվի համայնք կանի։ Գնացինք Ժողովուրդ ջան, կներեք էլի, ուշանում եք։ Ես եմ շնորհակալ։ Ուշանում եք Ժողովուրդ ջան։ Լավ եղեք։ Որտե՞ղ է մեքենա։ Լավ եղեք Ժողովուրդ ջան։ Առայժմ էլի նկարեմ էլ երեխու արագ մենակ խնդրում եմ։ Էս Ձերով չես բարևում, խաղալու Հարի մի հատ էլ իմ ձեռով սրանից քեզ նվիրեմ։ Չնեղա